Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստային խորհրդատու Աննե Ախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենթանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց պատրաստ են հոկտեմբեր ամսվա կանխատեսումների, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենթանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք, իմ կանխատեսումները, այսպես ասած, 1,000,000% իրականություն են դառնում, ցավով եմ նշում դա, արդեն պարզ է, որ գալիք շաբաթ, առհասարակ գալիք շաբաթ, այսինքն հոկտեմբերի 20-ից 26-ը լինելու է այս տարվա ամենալարված, բարդ եւ ճակատագրական շաբաթը, եւ հենց այդ շաբաթվա ընթացքում բարձր է հավանականությունը, որ կկալանավորվի ամենայն հայոց կաթողիկոսը։ Իհարկե ես կանխատեսել էի, որ այդ կալանավորումը տեղի կունենա սեպտեմբեր ամսվա վերջում, բայց դուք գիտեք, որ սեպտեմբերի վերջին տեղի ունեցան մի շարք քաղաքական սպանություններ, այնպես որ այսպես չկարողացան բռնել կաթողիկոսին եւ սպանություններ տեղի ունեցան, գիտեք, որ Փարաքարի թաղապետը սպանվեց, նաև Սանկտ Պետերբուրգում սպանվեց նախկին Արցախի հանրապետության պաշտոնյաներից մեկը, այսպես ներկայացվեց իբրև թե դա ինքնասպանություն է, բայց իրականում դա սպանություն էր, եւ այժմ արդեն պարարտ հող է ստեղծվել ամենայն հայոց կաթողիկոսի կալանավորման համար։ Եթե դա տեղի ունենա գալիք շաբաթվա ընթացքում, պետք է հասկանալ, որ Հայաստանի երրորդ հանրապետության ապամոնտաժման ծրագիրը արդեն իսկ հասել է իր ավարտական փուլի մեջ, այսինքն արդեն շատ շուտով ամիսների ընթացքում այլևս մենք երրորդ հանրապետություն չենք ունենա եւ դա ամենամեծ վտանգն է, որովհետեւ եթե նիկոլական իշխանությանը հաջողվեց հռչակել չորրորդ հանրապետությունը, իհարկե դա հայ ժողովրդի պատմության ավարտը կլինի այս մեր պատմական Հայաստանի մի փոքր հատվածում, արևելյան Հայաստանի այս մի փոքրիկ գողտրիկ մասում։ Ես ցավով եմ սա նշում, միջայլոց ես նաև ներկայացրել եմ անտիֆեյք YouTube-յան ալիքի եթերում, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ վիդեոն, ես ներկայացրել եմ, որ հոկտեմբերի վերջին հենց արդեն խմբակային, այսպես ասպատակություններ, ձերբակալություններ կլինեն եւ այդպես էլ եղավ հոկտեմբերի 15-ին գիտեք, որ ձերբակալվեցին, կալանավորվեցին 13 հոգևորականներ, երկուսը այդ հոգևորականներից մինչ այժմ գտնվում են անազատության մեջ, այսինքն սա արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ հայ առաքելական եկեղեցին ենթարկվում է մեծագույն ասպատակությունների, մեծագույն ճնշումների եւ արդեն մազից է կախված նրա ամրությունը, եթե ընկնի հայ ժողովրդի այդ հիմնասյունը, որը գոյություն է ունեցել հազարամյակներ կարելի ասել, ապա իհարկե մեզ ոչ մի լավ բան չի սպասվում եւ ցավալիորեն պետք է կատարվի նաեւ մեկ այլ իմ կանխատեսում, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը այլևս գոյություն չի ունենալու, ինչպես եւ ընդհանրապես պետականություն պատմական Հայաստանի այս մի փոքր հատվածում։
Սա է մեր այսպես հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն ենք ապրում, սիրելի բարեկամներ, թող այդ կեղծ աստղահոգեբանները եւ կեղծ մարգարեները թող գոնե մեկը ասի, որ կանխատեսում է արել։ Բոլոր իմ կանխատեսումները իրագործվում։ Իհարկե ես ցավով եմ սա նշում, ամենևին ես իհարկե ուրախ չեմ այդ կապակցությամբ, բայց այնուամենայնիվ ես ձեզ խորհուրդ եմ տալիս լսել իրականությունը, ճիշտ է, դա շատ ցավալի է լսել այդ իրականությունը, բայց ավելի լավ է լսել եւ իմանալ իրականությունը, քան ինչ որ կեղծ կանխատեսումներ լսել եւ այսպես իլյուզիաների մեջ սավառնել, իսկ իրականությունը շատ դաժան է, սիրելի բարեկամներ։ Ես նաև հիշեցնեմ, սիրելիներս, որ ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում գործում են զեղչեր, ինչպես թալիսմանների համար, Սողոմոնի մաստունի կնիկների, քար թալիսմանների, այնպես էլ իմ մոգական, անկրկնելի, հաջողության բանալի փակ տելեգրամյան ակումբի բաժանորդագրվելու համար։ Եթե դուք բաժանորդագրվեք 3-6 ամսով կամ 12 ամսով, իհարկե այդ զեղչը գնալով մեծանում է եւ իհարկե այսպես շահավետն է 1 տարվա բաժանորդագրությունը, սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք եւ բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը։ Իսկ այժմ, սիրելիներս, ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն հոկտեմբերի 20-ից 26-ը ընկած ժամանակահատվածում, որը ես նշեցի, որ այս տարվա ամենալարված, ամենաճակատագրական եւ ամենավճռորոշ շաբաթն է լինելու։ Եվ սիրելի բարեկամներ, այս շաբաթվա ընթացքում նախ մենք ունենանք նորալուսին եւ երկրորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը անորոշության, իլյուզիաների, խաբկանքի նաեւ կրոնի մոլորակ Նեպտունը կվերադառնա ձկներ եւ այդ քաոսը, այդ անորոշությունը, այդ չգիտեմ, ինչ որ կեղծ տեղեկատվությունները, կեղծ ինչ որ գաղափարախոսությունը, այդ ամենը կրկին կծաղկի։ Ջալոց երբ Նեպտունը մոտ գործեց ձկներ, ես նախազգուշացրել էի, սիրելի բարեկամներ, որ կրոնի դեմ եւ հատկապես քրիստոնեության դեմ, որովհետեւ ձկները հենց քրիստոնեության նշանն է, խորհուրդը ունի, լինելու են բռնաճնշումներ, լինելու են ինչ որ հետապնդումներ եւ քանի որ հայը դա առաջին պետականորեն իբրև կրոն քրիստոնեություն ընդունած ազգն է, հենց հայ առաքելական եկեղեցու դեմ հատկապես ակնառու կերպով դրսևորվեցին այս բռնաճնշումները եւ հետապնդումները։ Իհարկե նաեւ այդպիսի նման բռնաճնշումներ ուկրաինական ուղղափառ եկեղեցու դեմ է, նաև Մոլդովայում տեղի են ունենում հետապնդումներ եւ փորձեր էին կատարում նաև Վրաստանում, բայց Վրաստանում դա չստացվեց։ Բայց հատկապես նրանց համար անհրաժեշտ է այդ համաշխարհային կառավարության, սիոնիստական կառավարության համար անհրաժեշտ է եւ առաջին տեղում գտնվում է հայ առաքելական եկեղեցու դեմ այդ բռնաճնշումները եւ այն ինչ որ մենք տեսնում ենք միաժամանակ այսպես ճտերի պես օրը ցերեկով կալանավորվեցին 13 հոգևորականներ, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, արագածոտնի թեմը առհասարակ մնաց առանց հոգևորականի եւ նրանք այդպես էլ վարվելու են, բոլոր եկեղեցիները փակելու են, եթե նրանց ստացվի այդ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ այդ ոտնձգությունը կատարել, ապա ես ձեզ երաշխավորում եմ, որ շատ շուտով բոլոր եկեղեցիները կփակվեն, այլևս ոչ մի պսակ, ոչ մի այսպես մկրտություն ոչինչ հնարավոր չի լինի անելու եւ եթե այդ Հուդա Տեր Արամի նա Հուդա էլ չի, նա սատանա է, որտեվ Հուդան հասկաց նա այդ առաքելությունը գիտակցաբար իր վրա վերցրեց Քրիստոսին մատնելու, իսկ Արամ քահանան նա պարզապես չգիտեմ անուն ես չեմ ուզում որակավորումներ տալ, բայց դա սատանայությունն է նրա արված քայլերը, որ դա նաև զրպարտություն կարող է լինել։
Ինչևից է հետևենք իրադարձությունների զարգացմանը իսկ հոկտեմբերի 20 գալիք շաբաթը հատկապես ականավոր ամենաօրը գալիք շաբաթվա դա հոկտեմբերի 21-ն է եւ տեղի կունենա նորալուսինը մոգական հոկտեմբերյան Երևանի ժամանակով 8:28 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Յուպիտեր մոլորակի հետ 24 աստիճան կշերքում գտնվելու է լուսինը եւ 24 աստիճան կներեք խեց գետնում իհարկե խեց գետնում է գտնվում Յուպիտերը իհարկե լուսնի եւ Յուպիտերը այս լարված փոխհարաբերությունը չի նպաստում գործնական ինչ որ ակտիվությանը բիզնեսում հաջողությունների որովհետեւ ծախսերը կգերազանցեն ձեր սպասելիքները Այնպես որ մեծ գնումներ հոկտեմբերի 21-ի առավոտյան մի ծրագրեք սիրելի բարեկամներ իսկ արդեն 12:25 րոպեին տեղի կունենա հոկտեմբերյան մոգական նորալուսինը 28 աստիճան կշեռ կենթանակերպում կմիանա նարեգակն ու լուսին իհարկե ինչու մոգական որովհետև հոկտեմբերյան նորալուսինը տեղի ունենում մոգական աստիճանում որը որ արագացնելու է ինչ որ եթե ցանկանում եք ձեր կյանք բերել դրական փոփոխություններ այն ինչ որ դուք ճունեք այսինքն ունենաք նոր սեր նոր հաջողություն առողջություն բարեկեցություն ֆինանսական հաջողություններ գործնական հաջողություններ ապա կատարեք նորալուսնի համար նախատեսված բոլոր արարողակարգերը եւ կհաջողեք սիրելի բարեկամներ այդ մոգական աստիճանը կնպաստի որ արագ կատարվի այն ամենը ինչ որ դուք ներդնեք այդ մախոցությունների եւ արարողակարգերի մեջ իմ բոլոր այդ արարողակարգերի մասին, թե լիալուսնի, թե նորալուսնի, թե հաջող լուսնի, թե մարող լուսնի մասին դուք կարող եք տեղեկանալ աստրոմագիա եւ թալիսմաններ իմ երկրորդ YouTube-յան ալիքի սիրելի բարեկամներ Եվ արդեն 19:45 րոպեին իմիջիալոց աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքի հղումը կլինի այս վիդեոյի վերջում այնպես որ դիտեք վիդեոները մինչև վերջ ես տեսնում եմ որ շատ դեպքերում չեք դիտում որտեվ անընդհատ հարցնում եք իսկ երբ է նորալուսինը երբ է լիալուսինը սիրելի բարեկամներ ես մշտապես նախորոք անդրադառնում եմ ամեն ամսվա լուսնի փուլերին հոկտեմբեր ամսվա կանխատեսումների այդ ամենը կա, այնպես որ հարցեր մի գրեք վիդեոյի տակ, որովհետև այսինքն գրեք այն հարցերը, որին ես չեմ անդրադարձել, այն հարցերը, որին ես անդրադարձել եմ, այլևս ես չեմ պատասխանում, որտեղ պարզապես ֆիզիկապես ժամանակ չունեմ, գիտեք, որ ես հերթի տակ աշխատում եմ, սիրելիներս, հոկտեմբերի 21-ին 19:45 րոպեին արդեն լուսինը մուտք կգործի կարիճ կենթանակերպ եւ ահա այստեղից կսկսվեն բոլոր այդ լարված զարգացումները, քանի որ գիտեք, որ կարիճ կենթանակերպում նաև հայտնվում է արեգակը հոկտեմբերի 23-ին մուտք կգործի արեգակը կարիճ կենթանակերպում գտնվում է նաև Մարսը Մերկուրին եւ Սև լուսինը եւ ահա եւ լուսինը եւ Սև լուսինը եւ արեգակը եւ Մարսը եւ Մերկուրին միասնաբար կհայտնվեն կարիճ կենթանակերպում որը հենց այդ սատանայական ուժերի ակտիվության համար ամենաբարենպաստ պայմաններն է ստեղծելու եւ ես կարծում եմ հենց այդ ժամանակ ինչ որ գախնի լրտեսական գործունեություն կծավալեն այդ մութ ուժերը եւ կնախապատրաստեն մեր եկեղեցու դեմ այդ վճռական գրոհը հենց դա տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24 ընկած ժամանակահատվածում հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում ինչած ես շատ մանրամասն անդրադարձել եմ այդ միությանը դա շատ բացառիկ միություն է հաճախակի չի լինում եւ Մարսը եւ Մերկուրին եւ Սև լուսինը եւ արեգակը միաժամանակ հայտնվում են կարիճ կենթանակերպում դեպ Սև լուսինը դա կարիճի համար ամենազորեղ դիրքն է եւ այդտեղ իհարկե Սև ուժերը կարող են նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել եւ սարսափելի այսպես հարված հասցնել լուսավոր ուժերին եւ Արդեն 22:26 րոպեին լուսինը եւ մուտքգործի կարիճ նախ նա լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոն մոլորակի հետ, որը շարունակաբար գտնվում է 1 աստիճան ջերհոսում
Եվ այստեղ իհարկե այդ լարվածությունը նշանակում է վախ եւ այսպես կփորձեն վախ տարածել, կփորձեն սարսափ մտցնել ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը չընդվզի։ Լուսինը խորհրդանշում է ժողովուրդը, իսկ Պլուտոնը դա հենց այդ ուժերն են, զորեղ համաշխարհային կառավարության հետ կապված։ Նու ամենալարված օրը իհարկե գալիք շաբաթվա ընթացքում լինելու է հոկտեմբերի 23-ը եւ արեգակն է մոտ գործում կարիճ հոկտեմբերի 23-ին եւ միաժամանակ լուսինը գտնվելու կարիճում 14:55 րոպեին լուսինը կմիանա ակտիվության, ֆիզիկական այսպես ակտիվության, նախաձեռնության, նաև ռազմի մոլորակ Մարսի հետ, ու որը գիտեք, որ շարունակաբար գտնվում է կարիճ կենդանակերպի 21-րդ աստիճանում լուսինն ու Մարսը կմիանան։ Այստեղ է նաև սև լուսինը 21-ից 23 աստիճան կարիճում այդ միությունը տեղի կունենա եւ կկայանա գալիք շաբաթ հոկտեմբերի 22-ից 24 ընկա ժամանակահատվածում շատ զգուշ եղեք սիրելի բարեկամներ։ Եվ 23-ն անց արդեն 20-25 րոպեին լուսինը կմիանա կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրիի հետ, որը գտնվում է 23 աստիճան կարիճում, եւ 21-18 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Յուպիտերի հետ, որը գտնվում է 24 աստիճան խեցգետնում եւ 24 աստիճան ուրեմն արդեն կարիճում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա բարի նպաստ մոլորակային փոխհարաբերություն է, բայց մինչև երեկո այդ լարվածությունը, որ սև լուսինը, Մերկուրին, Մարսը միացած են կարիճում, դա իհարկե պահպանվելու է եւ լինելու է։ Երեկոն բավականին բարենպաստ է ամեն տեսակ դրական գործերի համար։ Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը 0:38 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Սատուրն մոլորակի հետ, որը արդեն սեպտեմբերի 1-ից գտնվում է կրկին ձկներում, 26 աստիճան ձկներում գտնվում է Սատուրն եւ 26 աստիճան կարիճում գտնվում է լուսինը։ 8:13 րոպեին սիրելիներս լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի նաև Նեպտունի հետ, որը սիրելի բարեկամներ արդեն հոկտեմբերի 22-ի երեկոյան կրկին կվերադառնա ձկներ եւ այստեղ իհարկե Նեպտունը մնալու է կանգ է առնելու նախ Նեպտունը կանգ է առնելու դեկտեմբերի 10-ին, իսկ կրկին խոյ կվերադառնա ուրեմն հունվարի 26 թվականի այդ ժամանակահատվածում իհարկե այդ անորոշությունը, այդ խառնաշփոթը, այդ քաոսը բոլոր ոլորտներում, թե կրոնական, թե քաղաքական, թե չգիտեմ համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը բավականին քաոսային է լինելու մինչև հունվարի 26 թվականի։ Նաև գիտեք, որ Ուրանը անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը նոյեմբերի սկզբին կրկին վերադառնում է, այսինքն բոլոր այդ բարձրագույն մոլորակները բացառությամբ Պլուտոնի կրկին վերադառնում են այն դիրքեր, որտեղ նրանք տեղի են գտնվել են բավական երկար ժամանակ, 10 տարուց ավել գտնվել է Նեպտունը ձկներում, 7 տարի գտնվել է 18 թվից Ուրանը գտնվել է ցուլ կենդանակերպ, այսինքն այն ինչ որ չեն հասցրել ավարտին, ահա այդ ամենը ավարտին կհասցվի մինչև գալիք տարվա սկիզբը, մինչև նրանք կրկին վերադառնան այն հաջորդ կենդանակերպը, որտեղ նրանք գտնվել են 25 թվականի ընթացքում։ Նույն իհարկե սրանք բարենպաստ փոխհարաբերություն, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ բարձրագույն մոլորակների հետ լուսնի ցանկացած փոխհարաբերություն, լարվածություն է ստեղծում համաշխարհային մակարդակով։ Եվ 8:18 րոպեին լուսինը մուտք կգործի աղեղնավոր, այստեղ 9:26 րոպեին հոկտեմբերի 24-ին լուսինը դիմակայություն է առաջացնելու անսպասելի փոփոխությունների հեղափոխական Ուրանի հետ, որը 0 աստիճան երկվորյակներում եւ 0 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինի։ Իհարկե այդ օրվա վրա մի ծրագրավորեք ամսի 24-ի առավոտյան ժամը 9-ի մոտակայքում մի ծրագրավորեք կարևոր ճամփորդություններ, կարևոր գործարքներ, կարևոր հանդիպումներ, որովհետեւ հնարավոր է այդ ամենը չեղարկվի։ Ուրանը անսպասելի փոփոխություններ է առաջացնում, ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ։ Իսկ
11-ից 7 րոպեին հոկտեմբերի 24-ին Երևանի ժամանակով Ուրան Պլուտոնը կառաջացնի գեղեցիկ 6 անկյուն լուսնի հետ 1 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը ավերիչ եւ 1 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսին։ Իհարկե սա այդ բարձրագույն որակների հետ լուսնի բոլոր փոխհարաբերությունները խոսում են այն մասին, որ հենց հոկտեմբերի 24-ին հնարավոր չէ շատ կարևոր հայտարարություններ ռազմաքաղաքական ուժային կենտրոնների կողմից ամբողջ երկիր մոլորակի ապագայի հետ կապված առանձին երկրների որտեղ ասենք Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի հետ կապված որտեղ բախումներ են տեղի ունենում Պակիստան եւ Աֆղանստանի միջև նույնպես բախումներ են այժմ սկսվել այդ ամեն ինչը լարվում է որպեսզի գեներացվի մեծ ռազմաքաղաքական պայթյուն ամբողջ մոլորակով մեկ այ դրա համար այդ ամենը իհարկե գեներացում եւ որոշակի հայտարարություններ տեղի կունենան ես կարծում եմ հենց հոկտեմբերի 24-ին վաղ առավոտյան են որովհետեւ բոլոր բարձրագույն որակների հետ լուսինը մտնում է փոխհարաբերության մեջ Հոկտեմբերի 25-ը բարենպաստ օր է, երևի ամենաբարենպաստ այս շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 23-ի երեկոն է բարենպաստ եւ հոկտեմբերի 25-ը, որովհետեւ Երևանի ժամանակով 13:16 րոպեին լուսինը 6 անկյուն կկազմի Սիրով գեղեցկության մուրակ Վեներայի հետ, որը շարունակաբար գտնվում է կշեռ կենդանակերպում, որտեղ նրա զորության բարձրագույն կետն է։ Եվ 14 աստիճան կշեռքում գտնվում է Վեներան եւ 14 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը։ Ամենալարված օրը գալիք շաբաթվա դա նաեւ լինելու է բացի նորալուսնից նաեւ ուրեմն մեզ մոտ Կիրակի օրն է հոկտեմբերի 26-ը ժամը 13-ին լուսինը լարված քառակուսի կկազմի նախ Սատուրն մորակի հետ 26 աստիճան ձկներում գտնվում է Սատուրնը եւ 26 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը իսկ 20:41 րոպեին լուսինը նաեւ լարված քառակուսի կառաջացնի Նեպտուն մորակի հետ 29 աստիճան ձկներում գիտեք հոկտեմբերի 22-ի երեկոյան Նեպտունը կրկին վերադարձավ ձկներ 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտուն եւ 29 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինից 20:53 րոպեին հոկտեմբերի 26-ին լուսինը մուտք կգործի այս եղջյուր Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին գալիք շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 20-ից 26 են կա ժամանակահատվածում բավականին բարդ շաբաթ է որովհետև սև լուսինը Մերկուրին Մարսը եւ լուսինը միանում են կարիճում 21-ից 23 աստիճան կարիճում եւ դա այս տարվա ամենավճռական ամենաբախտորոշ եւ ամենալարված շաբաթն է լինելու, որը հղի է ամենատարբեր անակնկալ զարգացումներով։ Եվ այսպես, ինչ է սպասվում խոյերին, սիրելի խոյեր, բարդ շաբաթ է ձեզ սպասվում։ Հոկտեմբերի 20-ից 21-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե փչացնեք հարաբերությունները, բարդ կլինի դա վերականգնել։ Հոկտեմբերի 21-ից 24-ը հնարավոր է անսպասելի խնդիրներ, ֆինանսական խնդիրներ առաջանան, խնդիրներ կարող են առաջանալ ճանապարհների վրա, անսպասելի ձեզ մեծ գումար պետք կա, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այս լարված ժամանակահատվածում։ Եվ կամ նույնը հնարավոր է ձեր գործընկերների եւ զուգընկերների մոտ։ Հոկտեմբերի 24-ից 26-ը բարենպաստ օրեր են, ամենաբարենպաստ օրերն են այս շաբաթվա ընթացքում, հնարավոր է լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարդ է լինելու գալիք շաբաթը։ Հոկտեմբերի 26-ից 27-ը հնարավոր ինչ-որ առողջական խնդիրներ առաջանան, որով պետք է զբաղվեք, նաև զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային եւ կենցաղային հարցերի կարգավորմամբ։ Հոկտեմբերի 21-ից 24-ը մի բախվեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ, հետո բարդ կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ հոկտեմբերի 24-ից 26-ը անսպասելի ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ, առողջական խնդիրներ, առողջության հետ կապված այդ ֆինանսական խնդիրները, ինձ թվում է գալիք շաբաթ ցուլերը շատ զգուշ պետք է լինեն առողջության հետ կապված, բայց մեծ վարկեր եւ պարտքեր վերցնել ցանկալի չէ։ Սիրելի երկվորյակներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը հոկտեմբերի 20-ից 21-ը բարենպաստ է, լավ լուրեր ձեր երեխաներից
լավ օրեր են հաճույքների համար, շահումների համար, բիզնեսի համար։ Հոկտեմբերի 21-ից 24-ը աշխատանքային հարցերով եք զբաղվում, նաև առողջության հետ կապված հարցերով, ընթացիկ եւ հոկտեմբերի 24-ից 26-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, եւ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթ հոկտեմբերի 20-ից 21-ը զբաղվելու եք տան, ընտանիքի եւ ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր տան առքովաճառք։ Հոկտեմբերի 21-ից 24-ը բարենպաստ օրեր են ձեզ համար, իհարկե բարենպաստ շրջան է խեցգետիների համար, ինչու, որովհետեւ մեծ բարերար Յուպիտերն է գտնվում խեցգետնում, մինչեւ գալիք տարվա հունիս, այնպես որ ճակատագրի նվերները անպայման մի արհամարեք, անպայման օգտագործեք այդ հնարավորությունները։ Դա լինում է 12 տարին մեկ անգամ։ Շատ լավ օրեր են հոկտեմբերի 21-ից 24-ը ձեր երեխաների բիզնեսի շահումների եւ հաճույքների համար։ Հոկտեմբերի 24-ից 26-ը զբաղվելու եք սիրելի խեցգետիներ ձեր ընթացիկ առողջական, գործնական եւ կենցաղային հարցերի կարգավորմամբ։ Սիրելի առիթիկներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթ այնուամենայնիվ հոկտեմբերի 20-ից 21-ը կարճանապար եւ որի ընթացքում հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ լավ լուրեր։ Հոկտեմբերի 21-ից 24-ը զբաղվելու եք սիրելի առիթներ հիմնականում ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ լուծմամբ։ 24-ից 26 հոկտեմբերի բարենպաստ օրեր են հատկապես հաճույքների, երեխաների հարցերը կարգավորելու եւ բիզնեսի համար։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը հոկտեմբերի 20-ից 21-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար։ Փող եք ստանալ հոկտեմբերի 21-ից 24-ը կարճանապար է գնալու լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Հոկտեմբերի 24-ից 26-ը զբաղվելու եք ձեր ընտանիքի տան ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր է տան առքովաճառք։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթ հոկտեմբերի 20-ից 21-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է լինելու։ Սիրելի կշերքներ, հոկտեմբերի 21-ից 24-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ հոկտեմբերի 24-ից 26-ը կարճանապար, որ ընթացքում լավ լուրեր կստանաք եւ հետաքրքիր ծանոթություն է հնարավոր։ Սիրելի կարիճիկներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթ հոկտեմբերի 20-ից 21-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշացեք իմիջիալոց հոկտեմբեր ամսվա կանխատեսումները, անպայման դիտեք, ես մանրամասն անդրադարձել եմ, թե որ օրերին ծնվածներին բարդություններ են սպասվում գալիք շաբաթվա ընթացքում։ Բայց հնարավոր է դրական զարգացումներ արտասահմանում։ 21-ից 24 հոկտեմբերի բարենպաստ օրեր են ձեզ համար, զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, գործնական եւ անձնական հարցերը լուծեք, հաջողությունը ձեր կողմն է սիրելի կարիճիկներ, եւ հոկտեմբերի 24-ից 26-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթ հոկտեմբերի 20-ից 21-ը ինչ որ շատ կարևոր, բաղձալի, երազանք, նպատակ է իրականանալու ձեզ համար սիրելի աղեղնավորներ եւ ձեզ կուրախացնեն նաեւ ձեր չափահաս երեխաները։ Բարենպաստ է նաեւ օնլայն բիզնեսի համար, ես բազմից անդրադարձել եմ, որ օնլայն բիզնեսը մոտակա 7 տարիների համար շատ բարենպաստ է հենց աղեղնավորների եւ երկվորյակների համար։ Հոկտեմբերի 21-ից 24-ը կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի աղեղնավորներ, զգուշ եղեք, իսկ 24-ից 26-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի այդ եղջյուրիկներ, նույնպես բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը։ Հոկտեմբերի 20-ից 21-ը ինչ որ կարևոր գործնական պետական դրան հետ կապված, փաստաթղթերի աշխատանքի հետ կապված շատ կարևոր հարց է ձեզ համար լուծվելու, պաշտոնի հասարակական կարգավիճակի հետ կապված կամ հետաքրքիր առաջարկություն կստանաք գործնական կամ անձնական բնույթի։ Հոկտեմբերի 21-ից 24-ը կարևոր ինչ որ շատ բաղձալի երազանք իրականանա ձեզ համար եւ կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս երեխաները։ Հոկտեմբերի 24-ից 26-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի այդ եղջյուրներ։ Ինչ վերաբերվում է ջրհոսիկների համար բարենպաստ է գալիք շաբաթը հոկտեմբերի 20-ից 21-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն։ Հոկտեմբերի 21-ից 24-ը
Կարևոր գործնական հարց է լուծվելու ձեր համար պետական դրան հետ կապված, թղթերի հետ կապված, չգիտեմ, աշխատանքի, պաշտոնի հետ կապված շատ բարենպաստ օրեր են եւ հոկտեմբերի 24-ից 26-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ ինչ-որ շատ կարևոր նպատակ իրագործվի հատկապես on-line բիզնեսի հետ կապված, ձեր հոստների համար on-line բիզնես այսպես բարենպաստ է։ Սիրելի ձկնիկներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթ հոկտեմբերի 20-ից 21-ը զգուշացեք անսպասելի ֆինանսական խնդիրներից, նաև զգուշ եղեք ճանապարհներին, ինչ որ հնարավոր նաև ակտիվանան հիվանդություններ, նույնպես զգուշ եղեք այդ օրերին։ Հոկտեմբերի 21-ից 24-ը լավ լուրեր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաև ճամփորդություն, իսկ հոկտեմբերի 24-ից 26-ը հնարավոր է ինչ-որ շատ կարևոր գործնական հարց լուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, ինչ-որ կարևոր առաջարկություն ձեզ անեն, սիրելի ձկնիկներ, այնպես որ բաց մի թողեք այս ճակատագրական հնարավորությունը։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 20-ից 26 ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդետու Աննե Հախվերդյանետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք